Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին առնչվող հարցեր է քննարկել։ Անդրադարձ է եղել հարաբերությունների հետագա զարգացմանը, զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը TRIP նախագծին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապырկինը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է իր խոսքով լայնորեն գովազդվող ամերիկա-հայկական նախագծի շուրջ զարգացումներին եւ պատրաստ է քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, Կոպырկինը կարծիք է հայտնել, որ կողմերը կարող են համատեղ աշխատել Երևանի եւ ռազմական դաշինքի միջև առաջացած խնդրահարույց հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, թե Արևմուտքի հետ Երևանի մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների համար։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանի խափանման միջոցը փոխվել է, վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների ներկայացրած միջնորդությունը եւ կալանքը փոխարինել տնային կալանքով եւ բացակայելու արգելքով։ Մինչ այդ Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով։ Գանգատում նշվել են նրա անօրինական կալանավորման, արտահայտվելու ազատության խախտման, ինչպես նաեւ ազատությունից զրկելու եւ քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու վերաբերյալ փաստարկներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ նրա կնոջ Ջավահիր Ծառուկյանի դեմ 2025 թվականի վերջին հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ամուսինները մեղադրվում են դատական ակտը չկատարելու հոդվածով։ Խոսքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայցի ապահովման կիրառման պայմաններում գույքի օտարման մասին է։ Նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ Ջավահիր Ծառուկյանի նկատմամբ գրավը 10 միլիոն դրամի չափով։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայն են, որ անհրաժեշտ է վերսկսել միջուկային բանակցությունները, հայտարարել է Կրեմլը Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջուկային զինանոցները սահմանափակող պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովն ասել է, հարցը քննարկվել է նաեւ Աբու Դաբիում, որ երկու կողմերն էլ կգործեն պատասխանատու կերպով եւ կճանաչեն այս հարցի շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտությունը։ Ամենագործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչդեռ հայտարարել է, որ այն վատ բանակցված փաստաթուղթ էր եւ նոր համաձայնագրի առաջարկով է հանդես եկել։ Այն պետք է ներառի նաեւ Չինաստանը։ Կանադան պատրաստվում է առաջին դիվանագիտական առաքելությունը բացել Գրենլանդիայում, որպես աջակցության դրսևորում դանիական կղզուն դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկրտումների ֆոնին։ Կանադական կողմը հայտնել է, որ Օտտավան հաստատակամորեն աջակցում է Գրենլանդիայի ժողովրդին, որոնք իրենք են որոշելու իրենց ապագան։ Գրենլանդիայում հյուպատոսություն է բացում նաև Ֆրանսիան։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանին, Կարինա Ակոպովա սպորտային զույգի կողմից իրենց մրցութային ծրագրում Արցախ երաժշտական ստեղծագործության օգտագործման կապակցությամբ։ Բաքուն սա Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ իբր Հայաստանի կողմից իրականացվող անօրինական եւ անջատողական քաղաքականության գաղափարախոսական էության արտացոլում է որակել։